աղքատները, մեր մարդիկ, աղքատները 200,000 են կազմում, հացին կակա են ասում, տարեք տվեք թոշակառուներին այդ թոշակը, հիմա ձեր կառավարությունն է, կառավարության նիստում վարչապետը, ասում է ազգային ժողովում էլ ամբիոնից ասես 10,400 դրամ էլ որ բարձրացնենք, դա հեսա թոշակառուների կյանքում բան չի փոխելու, ով որ 25,000 ջեռուցման փող էր տալու 35,000-ը տալու ու էլի չի տաքանալու, այդ ո՞նց եղավ որ Սերժ Սարգսյանի իշխանությունից դուք ասում եք, հələ փողը տվեք մեր տատիկ պապիկներին, բաներ են, նիսյաների ցուցակները ավարտի հարցը հասկացանք, ավարտի հարցը։ Դե այդ ո՞նց եղավ որ այն ժամանակ։ Այդ ո՞նց եղավ, հարցը ո՞նց եղավ։ Հիմա տատիկ պապիկները էլ են տատիկ պապիկները, չէ՞։ Ավարտեցիր։ Այն մարդիկ, ովքեր որ պետք են տատիկ պապիկների աշխատավարձները բարձրացնեն, այդ մարդիկ պետք է արեստավարժ լինեն։ Դա մեկ։ Երկրորդը այն մարդիկ, ովքեր որ այսօր այդ տատիկ պապիկների հոսանքի վարձի, որակի գործով են զբաղվում, ճանապարհների խաղաղություն են բերում եւ պետության բոլոր ուղղություններով աշխատում են եւ ամեն աստծոր ամեն ինչի մեջ մեղադրվում են, այդ մարդիկ պետք է կարողանան երկիրը ներկայացնել, նորմալ շոր հագնեն, կարողանան աշխատանքի գան եւ վերջի վերջո իրանք պետքա մրցունակ լինեն, որպեսզի նույն պետական հիմնարկում աշխատողը չնախընտրի գնա դուրսը աշխատի եւ չնախընտրի որևիցե մասնավորի մոտ աշխատի։ Եթե դուք համեմատականներ անցկացնեք մասնավորի աշխատավարձների եւ պետական հիմնարկների աշխատավարձների մեջ կտեսնեք, որ մարդը կնախընտրի շատ ավելի շուտ գնա աշխատի մասնավորում, ազատ մնա այս տեսախցիկների քանակից, նման հարցերից եւ չգիտեմ տարբեր տեսակի մեղադրանքներից։ Ես կներեք դուք անդադ խանգարում եք մի լրիվ ես չէ նոր իրար հետ խոսում եք մի խանգարեք հարցին եմ պատասխան ձեր գործընկերոջ։ Եվ վերջի վերջո հենց այս կառավարություն հենց այդ մարդիկ են, որ ուսուցիչների աշխատավարձներն են բարձրացնում եւ բարձրացրել են եւ այսօր ուսուցիչներ եւ զինվորականներ կան, որոնք որ շատ ավելի շատ են ստանում, քան օրինակ падգամավորները։ Բարձրացրել են այդ նույն տատիկ պապիկների թոշակները։ Անես տպավորությունն է դուք ընենց ձևով եք ներկայացնում, որ 5-6-7 տարի է անցել, որևիցե բան չի բարձրացել, մեկ է այտենց այս չինովնիկները վերցրեցին, իրենց աշխատավարձները բարձրացրեցին։ Ես անցյալ անգամ էլ եմ ասել, դուք չկայք, հիմա նորից եմ ասում։ Ֆիքսեք падգամավորի աշխատավարձը պայմանականորեն 1 միլիոն դրամ է, թե ինքը 500,000 դրամը կստանա ամեն ամիս, այն մյուս 500,000 դրամը կհավաքվի տարվա վերջում միանգամից կստանա, կտոր կստանա, դա իր աշխատավարձի մասն է։ Անունը կլինի պարգևավճար, անունը կլինի, չգիտեմ, մի այլ բան, դա իր աշխատավարձի մի մասն է։ Այլ հարց է, որ դուք շատ հաջող կալկուլյացիա եք անում, կարողանում եք վերցնել ենթադրենք մի տարվա 700 հոգու աշխատավարձը գումարեք իրար, վերածեք դա դոլարի, ասել աստղաբան, ինչ ասեց, ազատության Կարլենը։ Այդ աստղաբաշխական թվերը։ Իսկ դուք գիտեք ազատությունում ինչքան են ստանում լրագրողները, աստղաբաշխական գումարներ։ Հարգելիս, Ամերիկայի Միացյալ Նահանգների կամ այլ երկրի կամ այլ կազմակերպության բյուջեից են ստանում։ Ես կրկնում եմ։ Հանրային միջոցների, պարոն Սիմոնյան, հանրային միջոցների։ Դու այն մնացածը, որ սրանից առաջ խոսում եմ, մենք չէինք լսում։ Ուրեմն ֆիքսեք, պաշտոնյայի աշխատավարձը այդքան է։ Բանկի աշխատավարձը, բանկի օրենքով չենք ֆիքսում, որովհետև խնդիր կա, կանենք։ Դրա համար վարչապետը նաև ասաց, որ սա միջանկյալ լուծում է։ Ֆիքսեք, աշխատավարձը այդքան է։ Ասում եմ, եթե այդքան ջանասիրաբար ձեզ այդ ամեն ինչը անհանգստացնում է, վերջի վերջո հայտարարություններ եք անում լրագրողներով, լրագրողական ինչ-որ կազմակերպություններով, հարգելիներս, սկսեք ձեր թափանցիկությունից։ Մենք թափանցիկ ենք, առնվազն դուք մեզ քննադատում եք, մենք ինչ-որ ձևով բան ենք անում, հիմա ձեր թափանցիկությունից սկսեք։ Շատ լրագրողների մասին էլ կան դրանան։ Ես իրան եմ խոստովանել, իր հարցերին պատասխանեմ, հետո ձեր հարցերին կպատասխանեմ։ Պարոն Սիմոնյան, ՕԳԳ պետք է ունենա կառավարությունը, որպեսզի այդքան Իսկ ով որոշի, ով ասել, ով ձեզ ցույց տվել դուք այդ ՕԳԳ-ն դասեք։ Դուք որպես քաղաքացի կետակ այդ ՕԳԳ-ից ելնելով կքվեարկեք Քոչարյանի ՕԳԳ-ին, Սերժ Սարգսյանի ՕԳԳ-ին, մարդ էլ կլինի կգնա Նիկոլ Փաշինյանի ՕԳԳ-ին կքննարկի։ Հիմա մենք դա քննարկենք։ Տեսեք, Նազելի Բաղդասարյանը դուք էլ քիչ առաջ վկայակոչեցիք խաղաղություն բերելու փաստարկը, որ խաղաղություն եք բերել եւ այլն, ու դա համարում եք արդյունավետություն, որի համար կարելի է պարգևատրվել։
Չէ, ես տենց բան չեմ ասել։ Նազելի Բաղդասարյանն ասել է։ Ես Նազելի Բաղդասարյանը չեմ։ Ես Նազելի Բաղդասարյանի խոսնակը չեմ Դե նույնիսկ։ ասեք ինչի համար պիտի պարգևատրվի։ Ես չեմ, դուք չեք լսում, երբ որ ես խոսում Ասեք աշխատավարձ։ Չէ, մի րոպե։ Դուք չեք լսում, որ խոսում եմ։ Լսում եմ շատ ու շատ։ Մարդիկ ստանում են, ուրեմն լսեք, աշխատավարձը 1 միլիոն դրամ է, թե ինքը 500-ը կստանա ամսվա սկզբին, մնացածը կհավաքվի կստանա տարվա վերջում, որի անունը կդնենք պարգևավճար, այդ մարդու աշխատավարձն է այդքան, որևիցե մեկ դա պարգևատրել բառից է կարճել, բայց ես ասում եմ, կրկնում եմ, դա ձևակերպումն է, դա այդ մարդու աշխատավարձն է, մինչև հենց նոր ձեր գործընկերոջը պատասխանեցի, մինչև օրենսդրորեն դա կձևակերպենք։ Այդքան է։ Խորհրդարանական կառավարման երկիր են, դուք վերահսկող գործառույթ ունեք նաև գործադիրի նկատմամբ ու գործադիրի անդամները, այդպես ես պիտի երկրորդեմ, աստղաբաշխական թվերով պարգևատրումներ են ստանում, որտեղ 7-8 միլիոն, 6 միլիոնը դրանք իսկապես ահռելի գումար են մեր տիպի աղքատություն ունեցող երկրի համար։ Հիմա դուք չպիտի հաշվետվություն պահանջեք կառավարությունից, այդ միլիոնները ինչի համար եք ստացել։ Ես այդ քննարկմանը համարում եմ, որ Չէ, խաղաղության համար չենք ստանում։ Խաղաղության համար չենք ստանում։ Ստանում ենք աշխատավարձ մեր արած աշխատանքի համար։ Դուք ասում եք խաղաղություն, ես ուրախ եմ, որ դուք որպես խաղաղությունը որպես ամենալավ ձեռքբերում այնուամենայնիվ արձանագրում եք, դա ինձ ուրախացնում է։ Բայց դա մարդկանց աշխատավարձն է, ինչ է այդպես չի, մի վիճեք հետս։ Դա մարդկանց աշխատավարձ։ Դուք ինչի համար եք, դուք մենք այդ ձեր խնդիրը կանում է նրանում, որ դուք կորուստը ենթադրում եք, որ կարելի է փողով հաշվել։ Փողով կորուստը չեք հաշվի։ Դուք արի չբանավիճենք, հարգելի լրագրող, արի չբանավիճենք, բայց պետք չի, դա լեզվամտածելակերպ է։ Այսինքն կորուստները մտածում ես պահում անեինք 44 օրյա պատերազմի համար, այս ի՞նչ դրամաբան, այս ինչ ես ասում։ Ինչ համար եք դուք պարգևատրվել։ Հարգելիս, մենք չենք պարգևատրել, 4-րդ անգամ եմ ասում, հատուկ քո համար, բայց վերջին անգամ։ Նախարարներն էլ չեն պարգևատրվել։ Այդ միլիոնները ուղղակի sense միֆ են։ 4-րդ անգամ եմ ասում, հատուկ քո համար եւ մեր հեռուստադիտողների համար։ Նախարարների աշխատավարձն է։ Ուզում ես եւս մի քանի պաշտոնյայի անուն տուր։ 4-րդ անգամ կրկնում եմ, դա այդ մարդկանց աշխատավարձն է։ Ուրեմն 5-րդ, ես 5 թիվը շատ եմ սիրում, 5-րդ անգամ դա այդ մարդկանց աշխատավարձն է, որի մի մասը անունը տենց է դրված, դա այդ մարդկանց աշխատավարձն է, որը տարվա վերջում հավաքվել է եւ տրվել է, ասեմ ավելին, էլի է տրվելու այլ համամասնությամբ գուցե էլի է տրվելու, դա այդ մարդկանց աշխատավարձն է։ Մի հատ էլ ասեմ, դա այդ մարդկանց ոչ ստացել են իրենց հասանելիքի այն նախատեսվածի մի մասը, 8-րդ անգամ, դա այդ մարդկանց աշխատավարձն է։ Իրար հետ, դա այդ մարդկանց աշխատավարձն է։ 10-րդ անգամը ոնց որ ոչ ֆորմալ որովհետև այո, դա ոչ ֆորմալ բարձրացում է, որովհետև իրավական ձևակերպման առումով դեռ լուծումը չենք գտել։ Իհարկե նման մենք քաղաքականության մեջ նորեկ չենք, հա։ Մենք գիտենք, հասկանում ենք, չէ, որ նման հարցադրումներ կարային լինեն, բացատրելու կարիք կարա լիներ, եւ մեր համար շատ ավելի հեշտ էր տեխնիկապես այնպես անել, ոնց որ խոսեցինք, հա, աշխատավարձի բանով անել, հա։ Հա, ինչ որ ձևով բան, բայց տեխնիկական պատճառներից ելնելով, նաև վարչապետը ասաց, որ միջանկյալ լուծում է ընտրվել նման բան։ Եվ վերջին 10-րդ անգամ ասում ես թեման փակում ենք, դա այդ մարդկանց աշխատավարձն է։ Այլ մենք արի քաղաքական գործիչը եւ մեր այսօրվա դաշտի լրագրողը բարոյականությունից չխոսի։ Պարոն Սիմոնյան, այդպես որ կարծում ճիշտ չի։ Երբ որ մենք հիմա դուրս գանք փողոց, պարոն Սիմոնյան, լիքը մարդ նոր տարին դոմիկներում ա դիմավորել։ Լիքը մարդ դիմավորել է անլույս, առանց ավանդական ֆորմաների, առանց խոզի բդի եւ առանց լիքը ծոցությունների։ Նաեւ լիքը մարդ Դուբայներում ա դիմավորել, Եգիպտոսներում ա դիմավորել, տարբեր երկրներում ա դիմավորել, հյուրանոցներում լեփ-լեցուն, Հայաստանի Հանրապետության տարբեր ռեստորաններում ա դիմավորել։ Այդտենց բաներ, այդ դեմագոգիա է։ Դուք ձեր խոսքերը չեք Հարգելիս, ես իմ խոստումը չեմ կատարել, կգնաս, կընտրես Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին կամ ում որ կնախընտրես կամ չգիտեմ, ելով կա այնտեղ, ում որ ով որ իր խոստումները
կատարելը, հա, պայմանավորենք տենց։ Ես մի հարց էլի դուք ես ճիշտ Ում ես հասկացա։ ընտրում որ միշտ է տենց ես Ռոբերտ Ես Քոչարյան թե անկեղծ սա։ չեմ հասցնում որևէ ընտրության մասնակցել, որովհետև Այ վատ ես անում, այդ 20 րոպեն չես կարողանում գտնես գնաս ընտրում, պետք է ընտրությունների մասնակցես։ Այդ մի ձայնը կարող է դաշնակցությանը պետքական լինի կամ Ռոբերտ Քոչարյանին։ Պարոն Սիմոնյան, ես ուղղակի կուզեի դուք բարձաբանեք։ Էլ այդ հարցին չենք գրել։ Չէ, էլ չենք, արդեն 10 անգամ նույն만 ասեց, չէ, այլ հարցեր կան։ Հա, կա։ Ասում եք պետական ապարատից կհենեն կգնան մասնավոր։ Օրինակ դուք կամ Նիկոլ Փաշինյանը, որ բարձր պարգևավճար կամ այդ աշխատավարձը չստանաք, մասնավորում որտեղ կարող եք բարձր բազմամիլիոնանոց աշխատանք գտնեք։ Ձեզ ով է առաջարկում նման աշխատանք։ Նարեկ ջան, ես դա չեմ քննարկում, ես որևէ քաղաքական գործի չեմ, պետական այր եմ, ես այնպես բաների մասին չեմ մտածում, բայց կարծում եմ վատ ռեզյումե չունեմ։ Առնվազն ձեր լրատվամիջոցում կամ որևիցե այլ լրատվամիջոցում բավականին լավ լրագրող կարող եմ աշխատել։ Պարոն Սիմոնյան, բայց ես ճշտող բան եմ ուզում հարցնել, ոչ հասկանալի։ Չէ, այդ այլ հարցեր, եթե չկան գնում եմ։ Չէ, լավ կան։ Ես ուզում եմ իմանալ Ասեք ոչ կարա 3 օրը մեկ ես 40 րոպե նոն-ստոպ ձեր հետ խոսում եմ։ քաղաքացիական պայմանագրի ընտրացուցակի ձևավորման հետ կապված ավարտվեց այդ այսինքն այդ լսումները, այն որ պետք է Տեխնացուներին ենք տեխնացուներին լսելու փուլը ավարտվեց, հիմա նախ չի դեռ հանրայնացվել, եթե ես չեմ սխալվում, քանի հոգու տեխնացություն է առնվազն այս փուլում հաստատվել, եթե կարող եք նշել։ Մոտավորապես, եթե չեմ սխալվում, 300, եթե չեմ Այդքան էլ լինելու է մոտավորապես ընտրական ցուցակը, թե դա ֆիլտրվելու է կրկին։ Չէ, էլ ֆիլտրացիայի փուլ չկա եւ մենք այս ամեն ինչ հարաբերական է, որտեղ աշխատանքները տարվում են, ցուցակը ձևավորել է համաժողովը, ամբողջական ցուցակը, ինչ որ մի սկզբնական մասը մի քիչ ուրիշ տրամաբանության մեջ առաջին ենթադրենք 50-ը կամ 100-ը, մնացածը մի քիչ միգուցե այլ տրամաբանության մեջ զուտ տեխնիկայից ելնելով, որտեղ մի քիչ անհնար է, էլի 300 հոգու հետ կապված մենք հիմա տենց խնդիր ունենք, ուզում ենք հենց անենք, որ մաքսիմալ ապահովենք բոլորի հավասարությունը, հավասար ներկայանալու, հավասար ընտրվելու հնարավորությունը, բայց այդ քանակի մեջ 300 մարդ ընտրել դուք պատկերացնում եք 300-ի մեջից հիմա տեխնիկայի շուրջ են քննարկում, բայց ցուցակը ձևավորելու է ոչ թե մի մարդ, երկու մարդ, ցուցակը ձևավորում է համաժողով, որում պատվիրակների քանակը գրեթե 1000 են։ Այսինքն միանձնյա որևէ Չէ, երբ ենք մենք միանձնյա այնպես բան արել։ Հաճախ մտածում եմ, որ կարելի է ինչ-որ մի բան միացնել, բայց ցավոք սրտի մի չորս չեն կարող։ Համաժողովի ժամկետները հայտնի են Մոտակա ժամանակները չեմ ուզում։ Նկատմամբ փետրվարի լրատվամիջոցների հետ կապված մի հարց ունեմ։ Ես ձեզ խնդրում եմ, որ վերականգնեք մեր գործընկերների հավատարմագրումը, պարոն Սիմոնյան։ Խնդրում եմ, որ չմոռանաք, որ եթե Սերժ Սարգսյանի ժամանակ էլ անցյալում այսպես միջանցքները փակ լինեին, մենք Շմայսին, տարբեր օլիգարխների, ձեր կոչմող օդիոս դեմքերի հնարավորություն չէինք ունենա հարցեր ուղղելու, նրանց մերկացնելու, եւ դուք հնարավոր է չգայիք իշխանության, պարոն Սիմոնյան։ Ինչի՞ չեք վերականգնում մեր գործընկերների հավատարմագրումը։ Օրենքը խնդրանքով չի լնում, մի ընդհատեք, օրենքը խնդրանքով չի լնում, ինչ վերաբերում է առաջվա ժամանակներին լրատվական դաշտի 99%-ը վերահսկել էին, կային 1, 2, 3, 4 անհատ լրագրողներ, որոնցից մի մասը այսօր էլ կա, եւ այդ անհատ լրագրողներն էին, որ այսպես ասած աչքի էին գնում, մնացած լրատվական դաշտը վերահսկել էր, ինչ պետք է իրանք անհանգստանային որևիցե խոսքից, իսկ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը, մեր կուսակցությունը, մեր քաղաքական գործունեությունը, ես նման եմ մարդու, որ լրատվամիջոցներից խուսափում է, դուք եք ինձնից խուսափում, ինչ աշխում, ինչի՞ չեք թողնում, կարող է այդ իմ այդ հա, ես ասում եմ 10, 20 թե 30 օր առաջ եմ հարցազրույց տվել, մեծ հարցազրույց կամ ես մենք նման ենք մարդկանց, ովքեր լրատվամիջոցներից խուսափում են։ Ձեզ ասվել է Արթուր Հովհաննիսյանը, չգիտեմ, Կոնջորյանը ինչ որ խնդիրներ ունեն ուզել են ուղղակի սովորեք կանոններով աշխատել, էլի։ Դա ի՞նչ կա, այդպես չի լինում, դա ի՞նչ է, մի հատ պուճուրիկ բան է գողացել, էլի։ Մի հատ պուճուրիկ առաջ բացել։ լավ, վերջացրու։ Ժողովի դռները բացում եք։ Ժողովի այգու դռները բացում եք, ցանկացած մի վերացի այս խոսակցությունը կավարտես խոսեմ, թե դու այստեղ կանգնի։ Ասում եք խախտել է, այսօր կավարտես խոսեմ։
այլ հարցեր կունես։ Չեմ պատասխանում։ Ինչ նախախտել Հնարավոր է, որ պատգամավորները, որոնք անհրաժեշտ են, որպեսզի լրագրողները հարցեր ու կնեք արգելված գոտուց գան մահկանացուների համար նախատեսված վայր, որ մենք կարողանանք հարցեր տանք եւ այդ սահմանները չհատենք։ Դա կկազմակերպի Չեն գալիս։ Հայ Կոնջորյանը, Արթուր Հովհաննիսյանը, որ այս կողմով են գնում գալիս եւ որտեղ լրագրողները չեն կարող լինել, հնարավորություն չկա իրենց հարց տալ։ Բայց տեսեք, իրոք, եկեք ծուրը նստենք, դուզը խոսենք։ Ավելի բաց, ավելի շատ խոսացող իշխանություն Հայաստանում երբևէ չի եղել։ Ես կոնկրետ մարդկանց չգիտեմ, հիմա մարդը իր աշխատավայրում է գտնվում։ Նարեկ ջան, հասկանում եմ, բայց ես խորհրդանի նախագահ եմ, բայց ես Հայկ Կոնջոյանի կամ որևիցե մեկ այլ падգամավորի չեմ կարող ստիպել, ասել դու պետքա հարցազրույց տաս։ Դա խմբակցությունը կարող է անել, վերջացնեմ, էլի, խմբակցությունը կարող անել, բայց այնուամենայնիվ չի կարելի падգամավորին մեղադրել։ Հիմա մենք հասկացանք, բացենք, նկատեցիր խոսում եմ, նկատել ես որ խոսում եմ, նկատել ես որ խոսում։ Գիտեմ որ Հայկերը խմբակցության ղեկավարը, տեղյակ ես որ ես այդ խմբակցություն, դե մի ընդհատի ինձ խնդրում եմ։ Ես կարծում եմ որ падգամավորը ինքը պետքա որոշի, երբ հա ինքը պատրաստ հարցազրույց տալ։ Ինձ ես ձեր կողքով անցա։ Դուք ինչ Ման հարց չտվեցիք, եկա Տիկին Ջեբեջան ասեց հարց ունեմ, ասի կպատասխանեմ, դուք եկաք հավաքվեցիք, դուք որոշեցիք, չեկաք ինձ հարցեր տալ։ Դե թողեք падգամավորն էլ որոշի, երբ որ ինքը պատրաստ է, ասելիք ունի եւ այլն, բայց այնուամենայնիվ բաց են այմարտ, ասենք ավելի բաց падգամավոր խոսացող իշխանություն եղել է, վարչապետը ամեն շաբաթ ճեպազրույց է տալի բոլոր։ Ես 3 օրը մեկ 40-45 րոպե բոլորիդ հետ խոսում եմ։ Բայց գուցե դուք փակցնելու բան չունեք, իրենք ունեն, Պարոն Կոնջորյանը, Դե ինքը կներես էլի, իսկ ինչ տարբերություն իմ ու Կոնջորյանի միջև։ Ենթադրենք ինքը ինչ է նշանակում։ Չէ, իհարկե թաքցնելու առումով ոչ մի տարբերություն ոչ մի ինքը դրա պարզաբանումը տվել է եւ որևիցե այդտեղ կարծում եմ փակ թեմա չի կարող լինել այլևս։ Գերո բան ուղարկեք, օրենքով հարգելիս, օրենքով հարցում ուղարկեք։ Էդ էլ հում կա։ Եթե ժամանակին կարող եք հարցում ժամանակի նախկին իշխանության ժամանակել այդ միջանցքները փակ լինեին, հիմա բազմաթիվ լրագրողներ զրկված կլինեին հավատարմագրումից եւ այն, բայց չի արել, չէ՞։ Էլի այդ նախկինները որ բերում եք, հետո ինձ հարցնում եք, հետո ինձ հարցնում եք, ասում եք խեք նախկինից խոսում։ Նախկինում ձեզանից ոչ մեկը կյանքում չէր իմանա իրանց խմբակցության ղեկավարը քանի միլիոն դոլարով, այս դեպքում որ ասենք ընկել եք 3 թե 4-5 միլիոն դրամի տարբերություն եք փնտրում, ով որտեղ ինչ տուն ունի, որ երկրի քաղաք կամ կծեծեին, կամ կզանգեին խմբագիրներին գործից հանել կտակ, շատ լավ նայել եմ, հա, իսկ էդում ասաբնյակներն է հրապարակել, հələ մի հատ ինձ կուղարկեք, ներողություն, մանումենտի դեղեկը վերջերս է եղել, մի ստից բաներ խոսացեք, գնացեք, ասում եմ, գնացեք, նայեք, Այն ժամանակվա խոսքի ազատությունը, այս ժամանակվա խոսքի ազատությունը, ասում եմ, վերածվել է լկտիության։ Ամեն մարդ, ով որ ինտերնետ մուտք ունի, որոշում է, որ պետք է ինչ-որ մեկին վիրավորի, նաև լրագրողներին է դա վերաբերվում, նկատի ունեմ, լրագրողներին էլ են վիրավորում, ու առիթից օգտվելով ասում եմ, որպես ԿՊ կուսակցության անդամ, որպես մեր աջակիցներին եմ դիմում, որևիցե մեկը իրավունք չունի, որևիցե լրագրողի որևիցե ձևով վիրավորի։ Դա վատ բառ չեմ ուզում ասեմ, ամենավատ բանն է, որ կարող է մարդը անել։ Դա նշանակում է փաստարկ չկա, դա նշանակում է ինչ որ, չգիտեմ, ասելիք չկա, դա դիմում եմ այն մարդկանց, ովքեր որ համարում են, որ իրանք իրավունքը իրենց պետք է վերապահել լրագրողին վիրավորել։ Անթույլատրելի բան է։ Դե դա ԿՊ-ի պաշտոնական էջի տակից այդ մեկնաբանությունները հեռացրեք։ Համասում եք, ԿՊ-ի պաշտոնական էջում ինչ ասես գրում են։ Վերջացավ, իմ ու քո, այսպես ասած, աստղային պահը վերջացավ, վերջ։ Նախորդ Կֆռամ։ Պարոն Սիմոնյան, նախորդ ճեպազրույցի ժամանակ ճիշտ է անդրադարձել եք գերիների վերադարձին, 4 գերիների վերադարձին, բայց դրանից հետո ադրբեջանական տիրույթում խոսակցություններ տարածվեցին, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը իրենց իշխանությունների կողմից այնուամենայնիվ նրանց բաց չեն թողնելու։ Այս մասով որևէ մեկնաբանություն կարող եք անել։ Որևէ մեկնաբանություն չեմ կարող անել, պետք է կարող եմ ասել, որ բոլոր այն մարդիկ, ովքեր գտնվում են այնտեղ, մենք իրancs հետ կապված աշխատանքներ ենք տարել, տանելու ենք անընդմեջ, եթե դրա համար ինչքան ժամանակ պահանջվի, մենք դա անելու ենք եւ
Ադրբեջանի հետ փորձելու ենք լուծումներ գտնենք, որ այդ մարդիկ վերադառնան։ Դա չի քննարկվում։ Դա այն մի հարց է, որի հետ կապված այլ կարծիք չկա ու չի եղել երբևիցե։ Լավ, ճշտի հետո ես որ հարցնեմ։ Չէ, հերթով գնում ենք, չէ, ասեք։ Պարոն Սիմոնյան, գիտեք, որ հայ-հեղափոխական դաշնակցությունն արդեն ազդարարել է, թե ինչ ձևաչափով է մասնակցելու 2021 թվականի խորհրդարանական ընտրություններին, ըստ Իշխան Սաղաթելյանի դաշինքային ֆորմատով։ Ըստ ձեզ, պարոն Սիմոնյան, ինչն է պատճառը, որ 136-ամյակա շուտով բոլորով կուսակցությունը որոշել է դաշինքային տրամաբանությամբ մասնակցել ընտրություններին, այլ ոչ թե անձամբ սեփական դեմքով, եւ այս համատեքստում մի հարց Հայաստան խմբակցության ձեր գործընկերները օրերս եղել են Գեղարքունիքի մարզում եւ խմբակցության անդամ պարոն Լևոն Քոչարյանն այսպիսի միտքի արտահայտել կամ ժողովուրդի իրավական տնօրինելու իրավունքը կվերցնի իր ձեռքը, կամ այն կտնօրինի Թուրքիան եւ Ադրբեջան։ Ձեր մեկնաբանից։ Նախ դաշնակցության մասնակցության հետ կապված իրանց գործնա ինչ ֆորմատով ուզում են մասնակցեն, մի բան ինձ համար միանշանակ է, ես չեմ ուզում սա համարեք ինչ որ քաղաքական հակառակորդին հարվածելու կամ ինչ որ ձևով մեղադրելու բան, ես վստահ եմ, որ այն ներկայացվածությունը, որը որ Հայաստան դաշինքը այսօր այստեղ ունի, էլ չի ունենալու։ Կարծում եմ, որ միգուցե հնարավոր է ինչ որ փոքրակազմ չափով ներկայացված լինի, մինիմալ շեմ հաղթահարի, այն էլ այն պատճառով, որ նոր ընտրական օրենսգրքով, որը որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից է ընդունվել եւ արվել է ժողովրդավարության զարգացման տրամաբանության մեջ, այլևս կուսակցությունների համար անցողիկ եւ դաշինքների համար անցողիկ շեմը մեկական տոկոսներով իջեցրել է, այդ բանի բերումով միգուցե իրանք հնարավորություն ունեն մինիմալ բանով անցնել, ոնց որ հիմա պատիվ ունեմ նա անցել, էլի մեր փոխած մեր բանով, որ պիտի երրորդը լինի, իրանք եկել անցել։ Ինչ վերաբերում Լևոն Քոչարյանի հայտարարություններին, ես չեմ համարում, որ ինքը լուրջ քաղաքական գործիչ է, որին ես պետք է մեկնաբանեմ, եւ որովհետեւ մեկնաբանություն չունեմ, չեմ էլ ուզում անկեղծ ասել։ Ես գալու եմ, գալու եմ այդտեղ, չէ, սրա շարունակությունը հիշիկ ասես։ Այսինքն ընտրությունների Ասա, ես յուրաքանչյուր թեմայի պատրաստ եմ արժի։ որ հիմնական օրակարգը կառուցվում է ադրբեջանա-թուրքական նարատիվի շուրջ, էլի հասարակությանը վախեցնելու։ Դե իրանք մնացել են հին տրամաբանության մեջ իրենց այս ժամանակահատվածը աշխատանքային որևիցե բան չի սովորեցրել, որովհետև անհնար է այլևս խոսել պատերազմի եւ հարևան երկրներից որևիցե մեկի նկատմամբ ինչ որ տարածքային պահանջների մասին։ Թեպետ Ռոբերտ Քոչարյանը դրա մասին խոսեց վերջի իր ասուլիսի ժամանակ, ասեց դա շատ վատ է, որ դու քեզ պարփակում ես 29743 քառակուսի մեջ, ինչ որ ձևակերպում մոտավորապես եմ հիշում, բայց ասածը հենց միտքը դա էր եւ ինչ ասեմ, թող անեն այդ առաջարկը հայ ժողովրդին գնան, ասեն դե մենք գալիս ենք, հարձակվելու ենք, պատերազմ ենք սկսելու, այլ դիվանագիտություն ենք անելու, մենք երբ որ մենք այլ Ռուսաստանի հետ այլ հարաբերություններ կկառուցենք, թող առաջարկը անեն, հայ ժողովուրդը կորոշի, բայց կարծում եմ մերժելա ու մերժվելու է։ Պարոն Սիմոնյան, նույն հարցի տրամաբանության մեջ օրերս Հական Ֆիդանը անդրադարձել էր Միացյալ Նահանգներում ստորագրված փաստաթղթին, թրիփի մասով ասել էր, որ շատ կառուցողական է գնահատում Հայաստանի կառավարության այս գործողությունները եւ դա Հայաստանում, այսպես ընդդիմադիր շրջանակները ձևակերպեցին, որ Ֆիդանը աջակցում է այս իշխանություններին, անգամ ուզում է, որ Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, ինչպես հասկանալ այդ խոսույթը եւ արդյոք դա հիբրիդային տրամաբանության մեջ է, այսպես ասած։ Դուք նկատել եք, որ աշխարհում այս վերջին տարիների գործընթացի նկատմամբ դրական վերաբերմունք կա ամենուրեք, Եվրոպայում, ԱՄՆ-ում, Թուրքիայում, մեր բոլոր հարևանների մոտ, Վրաստան, Իրան, Ադրբեջան, բացի մեր ընդդիմադիր որոշ շրջանակների եւ ռուսական որոշ պրոպագանդիստների։ Ասենք որոշ ռուսական պրոպագանդիստներ եւ մեր ընդդիմությունը այս տպավորությունն է, որ նույն դասարանից են։ Այսինքն այդ նկատել եք, նույնիսկ Ռուսաստանի իշխանությունն է դրական բան խոսում, որովհետեւ գիտակցում է քաղաքական առումով եւ շատ ավելի ինֆորմացված է եւ շատ ավելի իրավիճակին լավ է տիրապետում կամ իրեն թույլ չի տալիս խոսի կամ հասկանում է որ խոսելու վախտը չի, չգիտեմ պատճառները որոնք են, բայց վատ բան այս ամեն ինչի մասին խոսում են մեր ընդդիմադիրները եւ ռուսական որոշ բլոգերներ։ Հետևությունները թողնում եմ ձեզ։ Եվ նաև Սալովյովի հայտարարությունը։ Ես նման Դուգինը արձագանքեց, որ Հայաստանին Ադրբեջանը պետք չէ անկապ։ Ինչ տարբերություն։ Նույն ռուսերեն մի հատ արտահայտություն կա, չեմ ուզում եթերով անեմ, նույն նապալչկի երևույթներն են իրանք։ Մեկը մյուսից իմ համար որևիցե ձևով չեն տարբերվում, ու որևիցե ձևով ես իրանց այս պահին միտք չունեմ մեկնաբանելու, երբ որ իմ
մեր երկրի նկատմամբ ես գամ, որ շատ ինչ-որ բան կա, միգուցե իմ գործընկերներին, Տիկին Մատվիենկոին, մեր ռուսաստանյան այլ գործընկերներին անձնական զրույցների մեջ, մասնավոր զրույցների մեջ կասեմ եւ ասում եմ հաճախ խոսում եմ դրա մասին, ոչ թե լուրջ չեմ վերաբերվում, համարում եմ, որ ժամանակը չի եւ տեղը չի եւ իմ մակարդակը չի, որովհետեւ տեսեք, ես իրանց արձագանք եմ, մի հատ իրանք արձագանք են, այո, կարող եմ արձագանքել, շատ եղել է դեպքեր, որ արձագանքել եմ, բայց կարծում եմ հիմա տեղը պատեհ պահը չի, ասել եմ, ով որ պետք է իրանց արձագանքում է, երբ որ պահը կգա, երբ որ, չգիտեմ, չեմ բացառում, որ ինչ-որ միջազգային ֆորմատում կարող է ես իմիջիալոց Ռուսաստան այց եմ նախապատրաստում, Ռուսաստան այց պետք է լինի, կարող է այնտեղ օրերը ճշտված չեն, բայց հրավեր ունեմ փոխադարձ այցով իմ գործընկերը Տիկին Մատվիենկոն այստեղ էր մեծ կազմով, հիշում եք, եւ ես հիմա փոխադարձ այցի հրավեր եմ ստացել, նաեւ ծննդյանս կապակցությամբ զրուցել ենք եւ այդ այցի հետ կապված մանրամասներ ենք քննարկել եւ օրերը հələ ճշտված չի, այդ ֆորմատներում, եթե հնարավորություն լինի, եթե առիթ լինի, պաշտոնական այց է, այո, եթե առիթ լինի, ես դրան կարադառնամ, այս պայն ասեցի, այդ ձեր տված անունները ասում եմ նույն նապալաչքի, դե ասում եմ, այդ առիթը ժամանակը կգա իրենց լեզվով, եթե կարիք լինի, իրենց լեզվով կարիք, Էդ էլ հիշի, ես շատ եմ ուզում բան մասին խոսեմ, չես կարող հիշես, ասա լավ, ասա։ Այդ մարդիկ Սալավիովը եւ մյուսներն ընկալվում են Կրեմլի ոչ պաշտոնական դիրքորոշում հայտնողներ, այսինքն բան, որը կցանկանար ասել Կրեմլը պաշտոնական։ Գիտեմ ինչա ոչ պաշտոնական են Արեգ ջան։ Նրանց հասկանում եմ, բայց տեսնում եք պաշտոնական ներկայացուցիչը տեսնում եք ոնց է ամենձև սեթևեթում, ամենձև փորձում ներկայացնել, որ դե դա նկատի չուներ, բայց չէ որ հարցնում էր եւ այլը եւ այլը եւ այլը։ Ես չգիտեմ, եթե իրանց այդ ֆորմատը լավ է, երբ որ մի հատ ոչ պաշտոնական ասեցի ինչ նապալաչքի, ասում է, իսկ հետո բարձրաստիճան պաշտոնյաները սկսում են արդարանալ, չգիտեմ, իրանց աշխատելա ոչն է, բայց ինչպես ասացի, ժամանակին, տեղին, պատեպահին այդ պատասխանները կան ու կլինեն։ Պարոն Սիմոնյան, խոսեցիք այլ ուժերի, հա, բանից անցումային շեմը հազիվ հաղթարելու, կուզեի խոսեիք ձեր մասին, դուք ինչ եք ակնկալում 50+1 հավաքելու եք, թե ամենայնիվ ձեր ռեյտինգն իջել է։ Ես համարում եմ, որ ռեյտինգը որևիցե ձևով կայուն բան չի կարող լինի եւ որևիցե օրինակ դրա աշխարհում չկա։ Մենք ի սկզբանե մեր աշխատանքը, մեր տրամաբանությունը դրել ենք դրա մեջ, որ մենք սկսում ենք չգիտեմ 0.0%-ից, այսինքն 0-ից սկսում ենք նորից բան անել, քարոզարշավ անել եւ գնալ առաջ, բայց ակնհայտ է, որ մասնավորապես ամսի 8-ի ստորագրված փաստաթուղթից հետո դրան հետեված բաներից հետո, իրադարձություններից հետո մենք անցողիկ շեմը հաղթահարելու որևիցե խնդիր չունենք, թեպետ ես կարծում դրանից առաջ էլ չունենք, մեր համար շատ կարևորը սահմանադրական մեծամասնություն ձևավորելն է եւ մենք գնում ենք այդ ուղղությամբ, դա իմ ընկալմամբ 50 ավելի բարձր է, քան մենք հիմա ունենք։ Ես ենթադրում եմ, որ մենք ավելի շատ ենք ունենալու, ձայն ավելի շատ տոկոսային ներկայացվածություն ենք ունենալու, քան 54%-ը, որը ունեցան 21 թվականին։ Այսինքն դուք կարծում եք դեր վարկանիշը հիմա ավելի բարձր է, քան 21 ընտրություններին է եղել։ Լսեք, տարբեր բաներ է, չի լինի համեմատել։ Այնտեղ տեսեք, քվեարկության տարբեր բաներ կար։ 21 թվականի քվեարկությունը լրիվ ուրիշ բանի մասին է, վարկանիշային քվեարկություն չէր, հա։ Դա հայ ժողովրդի պատասխանն էր միջազգային տարբեր կենտրոններին, ոչ միայն սովորաբար մենք խոսում ենք, որ Ռուսաստան բան չէ, ոչ միայն Ռուսաստան, միջազգային տարբեր կենտրոններին հայ ժողովրդի պատասխանն էր։ Դա մեր նկատմամբ վերաբերմունքն էր։ Դա վարկանիշային քվեարկություն չեմ համարում ես։ Դիմությունը պնդում է, որ դուք իրավիճակին այնուամենայնիվ չեք տիրապետում։ Okay։ Դուք համաձայն եք, որ չեք տիրապետում։ Ես չեմ կարող իրանց մեկնաբանել այդ առումը, որովհետև եթե իրանք տիրապետեին կկարողանային գոնե 2000 հոգանոց միտինգ անեին։ Կարան 2000 հոգանոց։ Ավելի շատ իրավապահ կառույցների։ Հարգես ինչ ակցիա։ Ինչ ակցիա։ Այդ ակցիա չի, վարչապետը գնում է, կեղծ պատարակը նախ ձեր գնահատականն է։ Ընդդիմությունն է կեղծ։ Նախ դա ակցիա չի քաղաքական, վարչապետը գնում է, ակնհայտ է, որ վարչապետի անձի նկատմամբ սեր ու հարգանք վայելող մարդիկ կան, շատ։ Թեկուզ նույն մարդիկ թող լինեն, ակնհայտ է, որ մարդիկ Արդեն նշանակում է, որ բերովի են։
Մարիկ ջան, լավ էլ Եվ գնալով թիվը պակասում դա չի նշանակում, որ բերովի են ու չի նշանակում, որ նույն մարդիկ են։ Ես ոչ բոլորին եմ լինում եւ տարբեր ակցիաների, այդ ձեր ասում ակցիացի, տարբեր այդ բաներին, այդ պատարակներին ես տարբեր մարդկանց եմ տենում։ Բայց ուխտերցին էլ էին քիչ մարդիկ, ուխտերցի ժամանակ։ Ցավը տանեմ, ինչ հաշվարկը ով է անում, կասես ինչ։ Երևում էր, Չէ, ինչ ենթադրա, մի րոպե քիչ է, երբ որ ենթադրվում է պետք է լինի 10 հոգի, լինում է 7 հոգի, բայց մենք ինչ որ նպատակ, ինչ որ սանդղակ ենք քիչ էր, լավ, օքեյ, 7000-ը քիչ է։ Պետք է 70000-ը, որ 70000-ը լիներ, պետք է ասեք դե քիչ էր, առաջ հրապարակ եք լսում, որ Ձերավ հաշվող կա, հաշվեք էլի։ Փաշինյանը հայտարար է 18 ուխտերցին իրականացնում։ Ով է, շատ վատ են անում։ Լսեք, ես վստահ չեմ, որ բոլորը մեր կողմնակիցներն են եւ ես նորից եմ ասում, մեր ժողովրդի մեջ 1000, 2000, 3000 մարդու մեջ Պարզա, որ ինչ-որ մարդ կա, որը որ կարող է իրան տեղ պայի։ Բոլոր տեղերում նման մարդիկ կան, եղել են ու լինել են։ Ընդդիմության հավաքներին էլ են եղել, բայց դա չի նշանակում, որ այդ մարդը վատա, որովհետև այդ կուլտուրան եկեղեցի գնալու մեզ մոտենում են, մի րոպե, մեզ մոտենում են, այո, մեզ մոտենում են, ասում են շնորհակալություն, վարչապետին մոտենում, ասում են շնորհակալություն։ Սկսեցինք պատարակի, անկեղծ եմ ասում։ Գիտեք, լսեք, ամեն նաև տենց մարդիկ էլ կարող է լինեն տենց մարդիկ, չի բացառում։ Ինչ եք բացառում։ Դուք ինչ եք մտածում, որ ես, դուք կամ որևիցե մեկը կարող է 100-53 դուք ձեր մոտ մարդ չկա, որ ձեր շենքի, ձեր մուտքի հարևաններից մեկի հետ չի խոսում։ Մեր շենքերում մուտքերում մարդիկ կան հարևաններով իրար հետ չեն խոսում կամ իրար հետ խնդիր ունենք 1000-2000 մարդ է գալիս, բարձա ամեն տեսակի մարդ կարա լինի։ Եվ դա չի նշանակում, որ դա ինչ որ տենց մեր կողմից խրախուսվում է կամ ողջունում։ Կներեք, բայց դուք ասենք, որ նայում եք անձնային աչքով ամեն կիրակի կամ շաբաթ օրվա պատարակներին դուք ինքներդ չեք ֆիքսում, որ մարդկանց քանակը պակասել է կամ եկողները հիմնականում նույն մասն են։ Դուք չեք ֆիքսել, որ վարչապետը, եթե չեմ սխալվում, էս վերջին պատարակը նույնիսկ եթեր չի տվել։ Ֆիքսել եք։ Որտեվ չենք ուզում մենք Հենց այդ ինչու չեք։ որովհետև չենք ուզում, որովհետև դուք եւ ընդդիմա, որովհետև դուք եւ դե դուք ընդեղ եք, առնվազն թափանցիկության խնդիր չկա, որովհետև դուք եւ շատ ընդդիմախոսներ փորձում են հավատը, անկեղծությունը եւ այդ անկեղծ մղումները վերածել քաղաքար։ Ավելի քիչ մարդ կար, քան ով էր ասում, որ մենք այդտեղ մարդ էինք նախատեսել։ Ուզում եք, ասենք, հեսա 5 ամիս բան մնաց։ Հեսա կտեսնենք էլի։ Ասում են, որ ընդդիմախոսները վարչապետը կոչ է անում, բայց վարչապետը որպես հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ է կոչ անում։ Ու այո, շատ մարդիկ այո գնում են, որ վարչապետին տեսնեն, նամակ փոխանցեն, ինչ որ բան ասեն, անընդհատ դուրս են գալ։ Այո, լինում են մարդիկ էլ կան, առիթը օգտագործում են, ինչ վատ բան է երկրի վարչապետի հետ գնալ եկեղեցի եւ աղոթել։ Դրանց ասում եմ, նոր մշակույթ բերվեց պատարակներին մասնակցելու։ Այսքան մարդ երբ էր Հայաստանի Հանրապետությունում պատարակների մասնակցել։ Հիմա այս քանակությամբ Հարգելիս, ուրեմն կբացես, ուրեմն հա եղել են, ամեն ինչ եղել է, ուրեմն կբացես իմ Facebook-յան էջը կբացես, կնայես 5 տարի, 3 տարի առաջվա իմ պատարակի մասնակցության լուսանկարները իմ ծնկաչոք նաև լուսանկար, բանում անչա, ես եղել եմ պատարակի։ Կարող է դու էլ, ասա լավը չես ասում, կարող է նաև դու չես ասում, կարող է ստիպողաբար են տարել։ Ես գյուղում չեմ եղել, մեծ պատարակի եմ մասնակցել Կոնդի եկեղեցում մի քանի անգամ, իմ ամենասիրած Մարիամ Աստվածածնի Մարաշի եկեղեցում եմ պատարակի մասնակցել, որտեղ շատ քիչ մարդ կար, բացի հիմնական մի քանի եկեղեցուց պատարակների մասնակցությունը նես չէ, որ Հայաստանի Հանրապետությունում տենց համատարած է եղել։ Մի խումբ մարդիկ, լավ մարդիկ, շատ սիրված, շատ հարգված մարդիկ մշտապես գնացել են, բայց սրա մասին ոչ խոսակցություն։ Կուղարկես քո նկարները, արի սենց անենք, ես քեզ ուղարկում եմ, ինձ կողքից էին նկարը, ես չեմ լուսանկար։ Ես քեզ կուղարկեմ, ես վիդեոներ եմ արել, մարդը որ գնում ուզում է կիսվի այդ բանով, եթե դու տենց գնացել ես պարփակվել ես քո մեջ, սա մի վերացի իմ ու քո անձնական զրույցի, ես չեմ գալու քո մոտ հարցազրույցի։ Հավատացյալների կռիվը, լուրջ ես ասում։ Շատ ուրախ եմ, շատ ուրախ։ Անձնային դեղեցություններ կան, որ
տեղեկություններ կան, որ փետրվարի 1-ից հայ-թուրքական սահմանն է բացվելու երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար, այս մասով ինչ կարող եք ասել, կա նման բան։ Չեմ մեկնաբանի։ Չեմ մեկնաբանի։ Ինչո՞։ Չեմ ուզում Բայց մեկնաբանել։ զարգացումներ սպասվում են կարճ։ Առանց մեկնաբանությունների։ Թերևս հարց, որը Առանց չէ, չեմ մեկնաբանման մեկնաբանում։ կարիք ունի, պարոն Սիմոնյան, ինչ եք կարծում եկեղեցու բարինորոգման օրակարգը, որը առաջ են քաշել հանրապետության վարչապետը եւ 10 եպիսկոպոսներ, ինչով կավարտի, ինչ ելք ունենա։ Այլ երկ մի ելք կա, այլ երկ չի կարող լինել։ Մի ելք կա եւ Որն է ելքը։ հիմա էլ եմ ասում։ Այդ առումով դիրքորոշումը չի փոխվել։ Լավ, բարի։ Պարոն Սիմոնյան, այս ճեպազրույցից բայց ֆիքսենք, որ ձեր ինքնավստահությունը ամեն դեպքում իջել է, որովհետև նախկինում ասում եք ջախջախի չախթանակ կտանենք, սենց չգիտեմ ինչ կանենք, բայց այսօր ասում եք տենց պիտի սկսենք 0-ից եւ ռեյտինգները մի քիչ բան են, տարբեր կարող են լինել տարբեր հատված, այսինքն Ձեզ փարատ եք դրանով։